Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ադրբեջանը Բաքուն կներեկը Հայաստանին է մեղադրում բանակցությունները տապալելու եւ իր քայլերով, սադրիչ քայլերով պատերազմ հրահրելու համար եւ Բայրամովը փակագծեր է բացում, որ իրենք մի փաստաթուղթ են պատրաստել այդ սադրիչ գործողությունների, որը ներկայացրել են մինչեւ պատերազմը եւ պատերազմից հետո բոլոր արտերկրի դիվանագետներին։ Խոսքը եւ Տոնոյանի նոր պատերազմ, նոր տարածքներ եւ Նիկոլ Փաշինյանի Արցախը Հայաստանը եւ վերջ հայտարարությունը եւ Լեռնային Ղարաբաղ համահայկական պատմության մեջ առաջին անգամ համահայկական խաղերի անցկացումը եւ Տավուշի հուլիսյան մարտերը, որտեղ ադրբեջանցի գեներալ սպանվեց եւ հետո Սարդարապատում բավական մեծ շոկով վարչապետը պարգևատրեց բոլոր զինծառայողներին։ Այս բոլոր հանգամանքները մատնանշելով նշում են, որ ի վերջո այս ամեն ինչը տարավ բանակցային փուլից Փաշինյանի հրաժարվելու եւ պատերազմ հրահրելու։ Սրա հետ դուք համաձայն եք։ Այս համաձայն չեմ, որովհետեւ Հայաստանը երկեր էր փնտրում հակամարտությունը կարգավորելու համար, բայց նաև ակնհայտ էր, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի եւ բնական է, որ պատերազմի պատրաստվող երկիրը հիմա պետք է այդ որը տարբեր փաստարկներով արդարացնի իր ռազմական գործողությունները, ռազմական ագրեսիան։ Շատ հետաքրքիր զուգադիպությամբ նաև նույն փաստարկներով Հայաստանի Հանրապետությանը մեղադրում էր նաև Ռոբերտ Քոչարյանը իր վերջին տված ասուլիսում։ Այդ զուգադիպությունը եւս եւ Սերժ Սարգսյանը եւս այդ զուգադիպությունը եւս ցանկանում եմ ձեր ուշադրությանը հրավիրել, որ ըստ էության Ադրբեջանի պետական գործիչները, քաղաքական գործիչները եւ Հայաստանի նախկին նախագահները նույն մեղադրանքներն են հնչեցնում Հայաստանի Հանրապետությանը, ինչը բայց այդ քայլերը չի կարող, այդ փաստարկների համաձայն չի կոնկրետ փաստարկներ։ Հայաստանի Հանրապետությունը կրկնում եմ այդ տարիներին, 2 տարիներին, հա, ըստ էության փորձում էր դուրս գալ այն իրավիճակից, որը չհանգեցնի ռազմական հակամարտության, պատերազմի հրաժարվել է բանակցություններից, օրինակ չի հրաժարվել բանակցություններից, բնականաբար չի հրաժարվել բանակցություններից, ուղղակի նաև 2015-ի առաջարկներից նաև ակնհայտորեն այդ բանակցությունների բովանդակության համար շատ փոքր տարածք է եղել Հայաստանի Հանրապետության համար, որովհետև շուրջ 20 տարի բանակցային այնպիսի ճարտարապետություն հյուսվել եւ Հայաստանում դրա այնպիսի հակառակ պատկերն է ներկայացվել, որ բարդ էր այդ փոքր տարածքի մեջ մանևրել եւ դրան զուգահեռ նաեւ ուժերի բալանսներ կտրուկ փոխվել Հայաստանի եւ Ադրբեջանի առաջարկները մերժել է Փաշինյանը, Պախանդանյանը, ինչի մասին նշում է եւ Սերժ Սարգսյանը եւ երկրորդ նախագահը։ Ես Հայաստանը փորձել է բանակցել իրավիճակի վերաբերյալ, ինչ մնացած ամեն ինչի մասին, ինչպես նշվել է, դրանք հրապարակվեն։ Դեռ կան եկան։ Ես չգիտեմ, դա կառավարության դիրույթում է եւ ինչպես խոստացվել է, մինչեւ տարեվերջ կհրապարակվեն։ Իսկ բանակցությունները շարունակվել, պարոն Խանտանյան, երբ որ պահից դադարեցին բանակցությունները, ինչի մասին խոսում ադրբեջանական կողմը։ Դուք գիտեք բոլոր հանդիպումների մասին այդ ընթացքում ոչ տեղի են ունեցել, այսինքն ամիս ամսաթվերով չեմ կարող բայց 18-19 թվականների տեղի են ունեցել հանդիպումներ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև եւ այդ բանակցությունները ես օր ամսաթվով չեմ կարող ասել, բայց դե մինչեւ 2020 մինչեւ պատերազմի սկսվելը ակնհայտորեն կար բանակցային գործընթաց, դրա արդյունավետության մասին արդեն գնահատականները տարբեր են։ Երբ որ Փաշինյանն զրոյական կետից են սկսում, այդ ժամանակ կանգնել են արդեն բանակցությունները, այլևս Ադրբեջանը որևէ ձևով Հայաստանը կրկին նշում եմ, որ տվյալ իրավիճակում բանակցային այդպիսի ժառանգության պայմաններում փորձում էր ելքեր գտնել, որպեսզի բանակցությունները շարունակվեն եւ ելքերից մեկն էլ դա ինքը հասկացել էր, որ որևէ տարբերակ այլևս չկա, պետք է զրոյից սկսել։ Դե ակնհայտորեն այո, որովհետև այն կար բանակցային ժառանգություն եւ բանակցային տրամաբանություն, որը բերել եւ կանգնեցրել էին այդ բանակցությունները, ինչպես 18 թվականին Սերժ Սարգսյանն էր ասել, եւ բայց դրա զուգահեռ կար նաեւ շատ տարբերվող կտրուկ տարբերվող հանրային ընկալում եւ Հայաստանի խնդիրներ, որպեսզի այդ բանակցություններն ու հանրային ընկալումները փոքրինչ մոտեցնել իրեն։ Ինչը բայց ազնիվ չէ, որ Նիկոլ Փաշինյանը առաջարկները մերժել։ Գիտեք, այդ մասին շատ երկար է խոսվել։ Այդ մասին շատ է խոսվել, արդեն քանի տարի այդ հարցը տալիս եք, ասում ենք, որ
Դե որը Կար Արցախի անհնարինություն։ ճակատագրի Ասացին հայկական Ստեղծել է կողմը առաջարկով պետք է նոր բոլորը առաջարկները, Արցախի որոնց մասին խոսում են բոլորը, մերժել է հայկական կողմը, թե դրանք քննարկել։ Իրականությունը որտեղ է, գուցե դուք իշխանության տեսակետը ներկայացնեք։ Քննարկվել են իհարկե այդ փաստաթղթերը, բայց արդյունքում որևէ, այսինքն արդյունք չի եղել, հա, այդ Այսինքն մերժում եղել է հայկական կողմից, դա Ես չեմ կարող բան անել, հա, ես չեմ կարծում, որ Հայաստանը մերժման նամակ է ուղարկել։